Բարև ձեզ, և ուզում եք տեսնել նորածին զույգ ծնված, հենց նոր ծնված սևանգուստներ, նայիր տեսանյութ։ Բարև բոլորին և բարի գալուս Mountain Eye Farms, Ջրաղացի ձոր Դիլիջան ազգային պարկ Տավուշ։ Այսօր 2026 թվականի օգոստոսի 19-ն է և մեր սևանգուստ մայրիկներից մեկը հենց նոր քիչ առաջ ծնել է զույգ սևանգուսիկներ։ Հենց նոր։ Այս մայրիկի մասին ես ունեմ տեսանյութ, այս մայրիկի համարն է 911 911 կամ 911, սա իր տոհմային համարն է, առաջնածին այն ժամանակ երինջ էր, դեռ չէր ծննդաբերել կյանքում և իր կոնդիցիայով այնքան էլ չէր հասցնում մնացածների հետևից, բայց չգիտեմ, այս կենդանին կարողացավ մեզ համոզել, որպեսզի բերենք։ Հիմա նա երկու փոքրիկ է ծնել, այս երկուսը հիմա պետք է կարողանան վերկանան, ինչքան հնարավոր է շուտ և կաթ ուտեն։ Մեկը տղա է, մյուսը աղջիկ։ Եվ հիմա մայրիկը փորձում է իրենց վերկացնել, որպեսզի կարողանա կերակրի։ Մենք սպասելու ենք, տեսնենք ինչով է վերջանում, հենց որ կարողացան այս փոքրիկները կաթը ուտեն մոր, ուրեմն հենց իմանանք, որ առաջի ժամերը իրենց կյանքի, դժվար կյանքի հաղթահարել են։ Փոքրիկ են, շատ փոքր են քաշում։ Այլապես մենք պետք է փորձենք միջամտել և տեսնենք ինչ կլինի։ Շատ կարևոր է հիմա մորը հանգիստ և մենակ թողել։ Հավատացեք, բնությունից լավ ոչ ոք այստեղ չի կարող միջամտել։ Եվ մայրը փորձելու է փոքրիկներին ոտքի կանգնացնել և ստիպել, որպեսզի մոտենան կրծին և կաթ ուտեն։ Սա ամենակրիտիկական պահն է այս փոքրիկների կյանքում, հենց հիմա։ Ես հեռացա ավելի շատ, որպեսզի ուղղակի մորը հնարավորություն տամ փորձի փոքրերին կերակրել։ Հիմա նա ես տեսա, որ նստեց մայրը փոքրերի մոտ, որպեսզի ենթադրում եմ, որպեսզի փոքրերը գոնե վարկատսվեղը կարողանան մոտենան և կերակրվեն։ Հենց հիմա ոչինչ չենք անելու, թողնելու ենք մայրը ինքը այս վիճակից դուրս գա։ Մեր փոքրիկներից մեկը արդեն ոտքի է կանգնել, բայց դեռ կերակրում չկա և անցել է արդեն երևի 35-40 րոպե։ Պետք է միջամտությունը լինի մինիմալ, մինչև որ չհասնի արդեն օրացական պահը, հարկավոր է մորը հանգիստ թողել, որպեսզի ինքը կարողանա իրավիճակը կառավարել և դուրս գալ, սա բնություն է, շատ բան չենք կարող անել։ Այսօր մեր 911-ը դեռ դուրս չի եկել այդ իրավիճակից։ Տեդի, դու մոտը չգնաս, հանգարց չխանգարես, հանգարց չգնաս մոտ։ Լեդի, իմ մոտ արի։
Ասենք Ստիպված ենք իջացնենք ներքև եւ մորը եւ փոքրիկներին։ Շուտով մուտք կընկնի, իսկ մենակ թողել չենք կարող։ Ստիպված ենք իջացնենք։ Ու թարսի պես հիմա մառախուղ է իջնում։ Իսկ 911-ը մտածում է ինչ անի։ Հիմա բերել ենք աղի մոտ, որ գոնե ինքը աղ ուտելուց կանգնի, որ թողնի, որ փոքրիկները մտնեն տակը։ Դամբուլ։ Գիտեմ, երևի խառնվել է, որտեղ երբեք զույգ չի բերել ես մայրիկը։ Ոտի վրա է, բայց չի մոտենում, հիմա էլ նա չի ուտում։ Շատ փոքր պրոգրես ունենք, արամ իպրես, որ մեկին թողնի, որ մի քիչ ուտի, հիմա այս մեկը, որը հիմնական ոտքի վրան է, արդեն տեղը գիտի։ Հիմա թողենք գտնի նորից։ Չել անցար Չեղավ և չկարողացանք, դրա համար հիմա ստիպված էվակուացնում ենք, կփորձենք մորը և փոքրիկներին իջացնենք ներքև, գոնե մեր ճամբարի մոտ, որ հասկանանք ինչ ենք անելու, որտև չի կանգնում, որ կերակրի իր փոքրիկներին։ Մենք դեռ խրգոց ենք խաղում 911-ի հետ, ես նույնիսկ չգիտեմ, չի գալիս, հորտիկներից մեկին գրկած են բերում, հետևից գալիս էր խելոք, հետո փախավ։
Լավ, հիմա ինչ ունենք, փոքրիկներին կերակրել ենք շակերտների մասած, ամենից ասած արհեստական կերով, խնդրել ենք, որպեսզի գիշերվա կեսին Սիմեոնովկայից 10 կիլոմետր սարի ճանապարհով բերեն կաթ։ 1 լիտր կաթին 3 դեղնոց եւ տեսակ փոքրիկները բալկոնում գիշեր են։ Մայրը ինչ-որ ձև վերադարձել էր նորից հիմնական նախրի մոտ և կարևոր էր փոքրիկներին բերել հենց այն տեղը, որտեղ որ վերջի անգամ նա տեսել էր։ Եկավ լավ նորություն, նենց չի որ ուշադրություն չի դարձնում, փոքրիկներին չի ընդունում, ուղղակի դեռ չի կերակրում։ Դրանք կուշտ են, երեքը հագին կերել են, լավ քնել են, այս մեկը արդեն ոտքի վրա է, մեկը հիմա քնած է, այն որ կերել է քնած է։ Նենց որ պետք է սպասենք։ Ըստ երևույթին կաթ կուտակելու խնդիր չունի, կենդանին այդպես լինում է։ Պետք է կուրծը լցվի, որպեսզի նա ուզենա կերակրի։ Միգուցե զույգ ծնվելուց, շատ ուրիշ ստրեսներից այդ խնդիրը դեռ կենդանին ունի։ Երկրորդը, մինչև փոքրիկները սովածանան եւ ձայն չտան, մայրը չի գա։ Կամ կգա, բայց ձայն տալուց ավելի շուտ կգա։ Այնպես որ հարկավոր է ընդհանրապես սպասել։ Մենք սարի վրա ենք, շատ բան չենք կարող անել եւ առավելագույն միջամտությունը արդեն ցույց տվել ենք։ Այնպես որ սպասենք։ Իսկ հիմա խնդրում եմ բաժանորդագրվեք մեր Արիքին, որպեսզի 911-ը կերակրի իր նորածին փոքրիկներին։